Live. Դե բարի երեկո, բարի լույսո, առավոտի լույսո, արեգակն արդար, դեր ամսի 7 հունիսի 2025 թվական, փետրվար 24 2024 թվականի մեր ձեռնարկած Վարդանանք ազգային շարժման գործը շարունակվելու է մինչև ծնկած դուրս հանենք սրանց մեր Սուրբ Էջմիածնի միջանցքներից նկուղներից իրենց կառուցած այս մոմավարության գարաժները, որ սարքել են, այս աննորմալն է։ Չէ՞ վե, սիրելի հայրենակից, մի հատ ընտրական շեմին ամփոփում որտեղ ենք եւ ինչ է կատարվում, ինչը կապված է եկեղեցու հետ, հմեկով բանավեճերի հետ, գույնս գույն բլոգերները եւ այլ, այս բոլորը ամեն ինչը ունի հովանավորող գրենտներ, դրսի ապ թե ներսի ապ, ծառայողական, այսպես ասած, ենթարկվելու ստուրոկտորալ դրվածք, կառույց, բոլորը վճարվող են, որ բոլորը իրենց կողմի բոլորի հետ խափեն, նորից խափեն, բայց այստեղ մի քանիսին էլի գոնե մեր հարգանքը վայելողներին պիտի խորհուրդ տամ, բարի խորհուրդ, օրինակ, եթե ձեր նպատակը, պարոնայք տիկնայք, միայն լսարան հավաքելն է եւ ավելի այսպես լայնամասշտաբ հասանելի դառնալը, որ դուք կանցկացնեք ամենաբարձր մակարդակի բացառիկ մի եթեր, իհարկե ոչ այդ աստիճանի, բայց օրինակ սրբազան հոր բացահայտումները եւ այլ, ձեր սպարապետի հետ կապված եւ այլ։ Հիմա հասանք միտեղ, որ արդեն հանրայնացվեց նրա արած սրիկայությունը եկեղեցու հանդեպ, Լևոն Տեր-Պետրոսյանը ով է եղել, ընդհանրապես սրանք ով են ու նրանք ով են, այսպես ասենք, բայց այստեղ փապրացի եւ ժուրնալիզմ չենք զարգացնում, հայի դրսի ուժը չի կարում գայ հայրենիք, այդ չի կարումը հենց խցանում ու խոչընդոտնա, որը գոյություն ունի այսօր Երևանի կողմից էլ, հանգած արդեն սպիրկ չկա, կա յարլիկ, ընդհանրապես կա հայ ժողովուրդ, որ ապրում է, այդ ամեն ինչի իրազեկված կարգավիճակը ավելի պարզ հասկանալու համար նրանք, ովքեր նպատակ ունեն ինչ-որ դիվանագիտական գծի վրա գնան համալսարանում ինչ-որ կուրս վերցնեն ու քաղաքական գործիչ խաղան։ Ես ԻՊՀ-ի կողմից ասեմ, թե որտեղա, որ ես վստահություն չեմ ներշնչում, վստահություն չեմ կարողանում ունենամ 100% իշխանության կուսակցության վրա։ Դա իր բաց թողումները չի պատճառ։ Բաց թողումները բազուն են, բայց կա դրական գործեր եւ նպատակ, որին ինքը պետությունն է առաջնորդում, ուղեցույց եւ այսպես ուղեկցում դեպի մեր ուզած արևմուտք ու Եվրոպան, հա, հասկացանք։ Տեսնում ենք դա, բայց ինչ վերաբերվում է
ստրուկցիային եւ կառույցին, օրինակ վարչապետի գլխավորությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նրա փոխտնօրենությունը, ես չեմ ասում նախագահողը եւ հանձնաժողովները եւ սոբ կոմիտե եւ այլ, դա չեմ ասում։ Ես վստահ եմ դրսի կրթությունը մի քիչ ստանալով արդեն սկսել եք նորմալ կորեոգրաֆ անեք, թե ով որտեղա պատկանում եւ ում տեղը որտեղա, բայց իմ բարի խորհուրդը եղբայրական կլիներ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, օրինակ որդեգրեք ԻՊՀ-ի աշխատելավոճը մի հատ։ Այդտեղ տնօրենությունը եւ արկա են փաստերը Հովիկ Հակոբիկ մեջտեղը կլասիկ, քո ձերքի հացը ուտելուց հետո ձերքդ խացեց, կծեց։ So, էդի որտեղից է գալի քո թույլ եւ որպես լիդեր թույլ լինելուց դա եղբայր։ You're weak. So, I'm saying this in order to strengthen you and develop you, Mr. Prime Minister. You need to develop. You should have developed in 7 years. Okay? So, դու քո շարքեր եւ էշելոններիդ քո սիբորդինետներիդ եթե չես կարողանում բադերը շարես ճիշտ ուղղությամբ բադերի ճտերը հետևից չես կարողանում, որովհետև տեսողությունը չունես։ Դրա համար այդ մենք որ ասում ենք մերիալ զոնը, հա, dead zone, այնտեղ որտեղ ուղակի կրակով կարող եմ այստեղ փագել, բայց 300 մետր են կողմ ինչ որ բլուրա քարերա կանգնած բեռնատարներ են հին գյուղացու եսի ինչնա լծրած այնտեղ բան մոտ 20 մետր խորությամբ էլ բլուրի հետևը չեմ կարում տեսնեմ ատես են գնում նկարում գալիսը հա բայց խիտ բաները աճած եւ այդ բլուրի հետևը ես չգիտեմ որ ժամին գիշերը ինչ կարա լինի չէ սո այդ ուղությամբ ես ուղակի կրակ եթե չունեմ կրակային սեկտորը մշակում եմ անուղակի կրակ լինի դա չգիտեմ միջին չափսի հրետանի կեղնի թե նռնական է թե ականան է թե ինչ անուղակի օրինակն եմ ասում դրա համար ԻՊՀ-ն օրինակ ի սկզբանե այստեղ շատերը լսում են պարոն վարչապետ շատերը ինձ շատ հարազատ են լսողները կան որ նոր են ծանոթանում ձախ ձերքս աջ ձերքիցս ընդհանրապես տեղյակ չի եղել ամենահարազատներն էլ հիմնողները ԻՊՀ-ն որտեղից մեն նրանց պետք է իմանան այն ինչ որ պետք է իմանան ու անեն այն ինչ որ պետք է իրենք անեն բայց իրանք ինչ գործ ունեն օրինակ որտեղից գիտենք որ քո դեսպանին զանգահարելա մեկը եւ դեսպանդ զանգահարել կապվելա եւ մերժվելա ջոթիլին քո հետ հանդիպմանը այսօր Արսենչիկի հետ է տենում եք այն կոմիտաս երկողը հա ինչ է անում այդտեղ ինքը անում այդտեղ ինչ որ իրա գործընկեր ավակն անում Բակո Սահակյանի խումբն է ինքը շատ ավելի աղանդավոր կարելի ասել հա աղանդների հավաքական ես իրանցը աղանդ եմ համարում մարդկա չէ բայց ես այն ինչ որ առաքելական չի ինձ համար աղանդ է վերջակետ մենք չենք համակերպվելու եւ համալրվելու աշխարհի հետ աշխարհը պետք է փոխենք մենք Այս ողորմելի հողագունդը ես ինչ պետք է փոխվեմ կաթոլիկ դառնամ կամ բողկական գյազարական 1800 թվի 1700 թվի ինքնաստեղծագործ կրոնդ բերել ես ասում ես ես ճիշտ եմ Այդ հիմա դու մեզ ասում ես որ Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս եւ իր առաքյալները Թադիոս Փարթողմիոս եւ Գրիգոր Լուսավորչի ավանդույթները եւ կանոնները որ հիմնվել է հայրաքելական Սուրբ եկեղեցում իջման խորան ունեցող եկեղեցին եւ այդ առաջի քրիստոնյա ազգ բանը տենց այդ լոլո մոլոները ես հա հասկացանք բայց առաքյալներ ովքեր ընտրել են ընտրել հանգստացել քայլել ժամանակ են անցկացրել Աստծո հետ ֆիզիկապես Հիսուս Քրիստոսի հետ Պահեք եղբայրներ այն ավանդույթները, որ սորվեցրինք ձեզ, լինի դա խոսքով, թե նամակով։ Հիմա, դրանից հետո Հիսուս Քրիստոս
Մեղա Տեր Աստված, մեղա, գիտեք, Աստված ունի աբսոլյուտ ամեն ինչ, միայն մեկ բան չունի։ Ինչ որ պետք է որ լինի, լրիվ իրանն է։ Քո արածացրած տավարները դաշտերում իրանն է, քոնը չի, աղմաղ։ Քոնը միայն մեկ բան ունես։ Քո մեղք, կեղտոտ, ոգրամոլ, ագահությունդ, շնությունդ, 7 մահացու մեղքերդ եւ նրանց բազում տեսակները դրա համար մեղա Աստծո բոլորս ով ուզում է սեղի մարդ հիմա չունի Աստված միայն մեկ բան գիտեք որն է դա խորհրդատու մարմին Աստված ունի ամեն ինչ բացի մեկ բան խորհրդատու չունի Ինչ պետք է անի խորհրդատու 26 թվի ընտրություններին ինչա լինելու է իմանալու համար խորհրդակցի մի հատ այսինքն եկավ Աստված ասեց իմս ստեղ սարքի սայա դրված կտղա ջան սոտոմական մեղքը պղծությունը պիտի չկանգնի սուրբ տեղը Գարեգին B Դուք ինչ արիք երկու տղամարդ ամուսնացրիք Էջմիածնի են պոզավորնել Ուզբեկի չորկեն ու իրա կողքի մի երկու հատ վլվլիկ 4-րդ սովխոզի Էջմիածնի, բայց ավելի շատ հոկտեմբերյանը սիրող մի երկու կանանիք ունեք, հա Վեր են կացել եկեղեցի են պաշտպանում ասում տղա ջան ասում եմ հայր մեր ասա ապրես մի հատ գերդաստանդ հավաքի Էջմիածնու պապար Տատիկիտ բեր, մի հատ հավատամքն ասա Մի հատ ասա ինձ Սուրբ պսակն ու մկրտությունը Մի բան ասա, որևէ բան Անկաթողիկոս Օրը 20 մանեթով լացող 20 մանեթ բարձր վճարվողն Հա, էլի եսեմները Լավ, ուրեմն Պաստորենս ձեզ բողկականներ, Աստված ասելա ես առաջին անգամ, որ ճամփին հանդիպա Էջմիածին, հանդիպեցինք, բայց մի րոպե, մի հատ խորհրդակցենք, կարող աստեղ փոփոխությունների կարիք կա։ Առաջ են գալիս Եհովա վկաջի, Լեպլեբուջի հելվաջի, մորմոն, հորմոն, բողկական, գյազարական, 50-ական, 70 Կետ 4-75 ու կեսական եսի մինչ Լույսի բանակ, սասունցի Դավիթ, սասնա ծրմրված մազեր, եսի մինչ Ես տեսակ Նայ, հոգե բարոյականըտ լկտիացել ակո Եվ սա օտար երկրների զարգացած հետախուզականների ճանաչած քաղցր էլեմենտներից մեկնա, որ մերդ լացացնի եպուզի, ոնց որ հիմա լացացնում է։ Բակո Սահակյանի ընկերը եկել ասում է ես Ամերիկայի օղորմացիկ պրեզիդենտի թորնիկն եմ։ Ես Ղարաբաղի դրոշն եմ բարձրացնում։ Ղարաբաղի են դրոշնա բարձրացնում Բակո Սահակյանի, որ Կրեմլու կեղծ դրոշն է, բայց ազգությամբ դա ամերիկացի է։ Այդ այնց ախմախել կմնաս, ժողովուրդ, եթե դու լսել չիմանաս։ Հայաստանում հայն ա տանը։ Բոլորը բարի են եկել, բայց ոչ եզդին ա տանը, ոչ ասորին ա տանը, ոչ հույնը, ոչ գերմանացի, տո ոչ ամերիկացի, ոչ էլ քո հարևան վրացին։ Հայաստանում ես եմ տանը, դու ես հյուրը, եսի դիր կադրի մի հատ։ Հիմա, բոլոր ազգությունների անունը որ տվեցի, որևէ այդ ազգի ներկացիչ, եթե գասի, աղբեր արմավիրի են կոմը, 1200 քառակուսի մետր հող եմ ծախուտես է։ Հերս հույնա, մերս եզդիա, կամ մերս ու հերս եզդի են, կամ գերմանացի են, ես զում եմ քաղաքացիություն ձերք բերեմ, 50 տարի ապրեմ Հայաստանում, բարի ես եք է, բարին էլ հետն ես բեր է, 100 տարի թո մնա,
բայց տանն եմ արմատ ունեմ, պետական շարժումներ լսում ես մուլլա, որ վազեցիր կանգնար Բագրատի կողքը, որ կարողա մի օր ռուսը, ես դստան սարքի մի տեղ, էդ երասա խապըտ էլ նստավ տեղը, կուրսի եմ արա, Հայաստանում հայ արմատ ունի, էսի գրի ու գնա մի հատ լավ ժողով անցկացրա, Հայաստանում հայ արմատ ունի ասում եմ, հին ու լավ աղբեր, աղբոր անկողնում, որտեղ սիրուհու հետա անցկացնում, աղբերը գործ ունի, անկողնու ծերին նստի, լավ աղբեր, էլ արարա, էդ պլաններըդ քիչ վառարանը ծրագրերըդ, և իմացի, որ ինչքան երջիներն են, ենքան քրդերն են մեր աղբերները, բա ոնց, քրդերի հետ դերզորի էս կողմը, Սիրիայում էսօր, Անդրանիկ Զորավարյան, Ասալան, եսի մինչական, դու գիտես մենք ինչ խորը աղբերներ ենք, են երկու քրդերին զինյալ, որ էս կագեպե շիշչիկները տվել են թուրքին, մենք դեր տրա պատասխանատվության պետք է ենթարկենք իրանց դրա համար, 100,000%, այսինքն հույնը, քուրդն ու եզդին, ասորին, բոլորը աղբեր եք, բայց արմատ, հողի վրա, պապենական, Մուշ, Վան, Սասուն, Նախիջևան, Երևան, Հայաստան, աղբեր 1000 տարի ապրի, 1000 ոչխար ունես աստված 10,000-ը տա, բայց արմատ մենք ենք ընկեր, մենք ենք, in Armenia, I'm home. You're the guest. Մեզ կոմիտասի դասեր մի տվեք ոչ նոչ Գրիմյան հայրիկ ոչ էլ ներսե շնորհալի 12-րդ դար ամեն հայր սուրբ հա եզդի աղբեր հույն աղբեր ասորի աղբեր քուրդ աղբեր վրացի աղբեր խնդիր չի Արմատ ունեմ ասիր, հազարամյա տարածքին մի հատ է զարրանցեց Զորաբիշվիլին, մենք մեր հայացքները այլ կերտ կմշակենք սիրելիս։ Այդ բոլորը նկատի արված է։ Նստեք տեղներդ։ Քո կառույցդ ոչ թե դիվանագիտական խնդիր ունի, դա ի սկզբանե ունի։ Ըստ նախնական նախապայմանների պարոն վարչապետ pre-revolution բայց դրականն էլ ենք տեսնում ուղղակի ձեր տնօրենելու տնօրենության մակարդակը երևում արդեն հովիկ հակոփիկ մեջտեղն էլ կլասիկ պրոռուսա զռում կլասիկը Դրա համար եք դուք ասում ինչ աստված ինչ բան, հովիկ։ Անդրանիկ Սուրբ Զորավարը ապստամբ է եղել, հակոփիկ։ Դուք գիտեք, գնաց եկել եք աղբեր եք եղել, նոր ենք ջոգե։ Մախապարտ։ Հայաստանում հայն ունի արմատ, ես եսօրվա տեմպնա մեր ես եթերի։ Սիրելի հայրենակից, ես գտնում եմ, որ բոլոր իմ հարգած սիրած աղբեր ընդեղ չգիտեմ, Խուրշուդյանին շատ եմ հարգում, բայց հիմնականում այդ ամեն ինչին առաջնորդ Գուրգեն Սիմոնյանին էլ եմ, բոլորից շատ եմ սիրում, բայց այդ ձեր հավաքական, այն դեմերչյանական ավակ սեղանի շուրջ լի, ես չեմ ասում ՀԺԿ մտեք կուսակցական եղեք, թքեք կուսակցությունների վրա ուզում եք, բայց Այդ ավակ սեղանը մի ուրիշ մտնոլորտ է, դու չես կարա ունենաս քո տանիքի տակ, պիտի միանաս այդ տանիքի տակ։ Աղբերիմ կոչն է էլի, եղբայրական, հա, հարություն, լիլիթ և այլ և այլ։ Ձեր երկուսի մեջ, երբ որ ֆիլտրացվում է ամեն ինչ, մենք տեսնում ենք այդ լիդերը, որ 1.5 միլիոնանոց հայկական բանակ աշխարհասպյուր Պատրաստ լավ յուղված կրվող մեխանիզմ խոստանում եմ 1.5 միլիոն
Բանակը չի կարա գնաք, ասենք փագ անգեր, երեխեքին տար թող քնեն, թող հանգս, ամեն ինչ լավ է։ Հետո հաջորդ օրը զանգ կստանան, եկեք։ Գալի սահմանը անցնում է, այրված կիսահալած, լեշերը քցած, արգելած հողեր անցնում, քշում, արես ուր են այդ տալու քեզ, դրսի ուժը։ Որան չենք էսա հավայան կղզիներ ենք հասնելու հարիվ, այդ տալու քեզ։ Բայց վախենում եք մեզ հետ 5 րոպե խոսեք։ Էս փշալարը, որ Երևանը կդրեց որոշակի առումով, որ կարանաս խոսած Հայաստանում, բայց ազգային գաղափարախոսություն կայացնես, իմ նման բորդուրին կմնաս։ Մի հատ էլ Քոչարյանի կողմը այն պոզի շարը կփորձի կարի վրեդ, հա, էջերում հայտարարություն անգրագետ երևույթ դու ես փաստաբան։ Իմ անունն ես գրեկո կեղտոտ էջի վրարա, դու էլ քո իժի կաթ ծծած Ռոբերտ Քոչարյանն էլ, պարոն փաստաբան, լեզուներները տվեք ժավելի ջրի մեջ, մաքրեք, նոր իմ կամ իմ մարտական ընկերներ գաղափարակից հին ասալագլուխների անուն առեք բերաններներդ, եղավ այս շարմութը։ Սիրելի հայրենակից, ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ մեկ կետի վրա շատ մեծ խնդիր ունեմ։ Management։ Համակարգել եւ տնօրինել ինքն իր կառույցը ներքին։ Սա ինձ վախեցնում է, եղբայր։ It is institutional and undisciplined. To state in a blunt manner, all out illiterate. It is what it is, and you need to restructure your daily format of working within քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասին խոսքը քո օրեկա դու ընտրական օրերի շեմին ես, պարոն վարչապետ։ Ես քաղաքականության մեջ լրիվ չեմ ուզում խորանամ, Հակոբը ճիշտ ասեց մեր, ընենց մի արեք մենք մտնենք քաղաքականություն։ Աստված մի արասե։ Բայց քաղաքականություն ուզենք առանք մեր ձեռը մի քիչ։ Դե հա ոնց հական։ Սրբազան հայրը տասնյակ տարի առաջ ու կես պարզաբանել է թե ով է ձեր սրիկան Վազգենը։ Բայց այսօր արդեն հանրայնացած բաց ով է եղել կներեք, Լևոն Տեր-Պետրոսյանն ով է եղել, Վանոյի ընկերները ով են եղել, Ռոբերտ Քոչարյանի հետ ով է աղբեր, ով է դուշման, ով է խփել Լեոնիդ, որ մեր ազգի գլխին կանգնի Վազգեն Քարոզի։ Էս աստիճանի ապուշացած, արա ֆիզիկոս պրոֆեսոր տղեն, որ հաշվարկ գիտի, զորքերի հրամանա, մեր սպարապետները, որ մեկը տիրա կոշիկների թելերի չապ, դուք կարաք ներկայանաք որպես մտային էլի, ստրատեգ, ով պարոն վարչապետ, դուք, Լեոնիդի ունեցվածքը, դուք, Ալեն Սիմոնյանը, Խաչատուր Սուքեսյանը, աղբարի տղա ադուշի, ով, Լևոնը, էտա ակադեմիկոս, Լևոն Տեր-Պետրոսյանը, թե հակի լակոտները, որ հայհոյանքներով ու անպատվելով, վիրավորելով, սրտի կատվածով սպանեցիք, լևոնական ղախպեք, դուք, մեր ամենայն հայոց վեհապարին, դաշնակ պեյոս, քարըտ քարիտ վրա չի մնալու, կներեք համեմունքված բարերիս համար, հիմա համակարգման և տնորինման ձեր ամփութությունը ցույց է տալիս, որ մխրճված մնալը նույն ուղղությամբ դուխով կործանման ճանապարհը որ եւ էստրուկցիա եւ կառույցի պարոն վարչապետ։ Ներք քաղաքական առումով եմ ասում, ընտրաթերթիկ եւ ժողովրդի վստահությունը շահելու մեջ։ Հիմա դու հոգեբարոյապես լքված ես լինելու ճանապարհը էտա քո բռնած հայ։ Եվ երբ որ դու հոգեբարոյական արժեքներդ սկսում ես լքել, հավատքի մակարդակը դեմոգրաֆիկ ձևով մենք գործիք ունենք։ Ֆորմուլա է սովորական, նայում ենք։ Ժողովրդագրական գործիքը ցույց է տալիս, որ այդ հոգեբարոյական օրեն
մերժված ու այսպես զրկված այդ արժեքներից, ազգային արժեքներից եւ գաղափարախոսությունից սեգմենտը, եթե ճիշտ մշակես պոտենցիալ զինված, ապստամբ է երկրում։ Իդեոլոգիան, բախվող քաղաքական էներգիաները եւ այդ երկու բախվող քաղաքական էներգիաներին դիմադրողական գաղափար եւ 100,000 սա են բազուկով բորշնա ճիշտ ռեցեպտով էփած բուխանքեն կողքը սոխով մեկ էլ էգին մենք տենց կսիրենք են յուղոտ ոսկորոտ միսը այս շինարարությունը պրծնի կանենք այդ բոլորը պրծավ չնարած բայց դնում նեղվում եմ ես իմ ինչ բոլտկայկա արմատուրա ես ինչ օրն ընկա ուրեմն սենց բաներ սիրելիներ գալիք օրերին ես հրավեր եմ անելու մեր հարգած քաղաքական գործիչներին եթե զույգ չէ 3 չէ գոնե անհատորեն եղբայրներ Հարություն ջան Լիլիթ ջան Հովսեփ ջան Շանթ Գուրգեն Ատենց չի էլի Ատենց չի Գուրգեն ջան մեկ թեմա Սպյուրքի ներուժը հայրենիքի հետ կապվելու աշխատանքը բոլորդ լսեք լավ եմ ասում մենք շատ լավ ենք հասկանում ով ա որ լիդեր թիմը ախպեր կա մեկ թիմ եթե լինեն հաճախ միասին են հարցազրույց անցկացնում իրենք հարցազրույց չեն անցկացնում իրենք ԻՊՀ-ի առջև նստած ինտերվյու են անցկացրել Հարությունն ու Լիլիթը Դալաքյան այս երկուսը այդ ամբողջ երրորդ բարձրանալու ուժը եւ սպյուրքի ներուժը բերել հայրենիքը առաջնորդներն են գալիք ընտրական օրերին Դեմերչյան կարենատեսակ սեղանի շուրջ եթե նրանք հարգանք չունենան այդ ավակ լիդերների սեղանին որը Կարեն Դեմերչյանի սեղանն է ուրեմն հարգանքը կկորցնեն ԻՊՀ-ի կողմից դեպի իրենց ես սա նախորոք եմ ասում Եվ ինչու է ընդհանրապես կարևոր, որ ԻՊՀ-ն եկեղեցին սրբամաքրելու ընթացքում մխճվի այս գործերի մեջ, որովհետև ֆորմուլա կա դրան, աշխատելա ոչ կա, բացինք դռները, հեսա փագելու ենք, տաճարի դռներ, են ուզբեկի չոլկին բելի ես եմ, հա էլի դու եք, հետո, խոշ գելդին սեֆարլար գյաթիրդին, այդ ցեխոտ, ասմա քաղաքապետարանի դեմը, Գյոլա եղե, մանվելիք դիաննային բողոքի, քաղաքապետ, համայնքապետ ունեիր, լապեց քո երեխեքի իրավունքը թռավ, ոչ մի տեղ չի թռնելու, ինքը նախ 4 միլիոն պարտկա ԻՊՀ-ին, մեր իրավունքը խախտվել է, պարոն վարչապետ, փետրվար 24, 2024 թվական, բայց որտեղից բարձրաձայնվի նման բաներ, դուք առաջի կարգի մարդասպանությունը մի կողմ հրիկ ասիք, արա հլը սպաս, ես չել կայա, սրա վրեն եք կենտրոնացել։ Ես հասկանում եմ ինչու, որովհետև Պոզաբալյանի սպանության նման գործերին անդրադառնալուց ԿՊ-ի կեսի ու իրանց բոլշևիկ պապաների ոռը բացվում է, պարոն վարչապետ, նրանց մասինախոսքը որոնցից դեռ դու ամենա կրիտիկալ պահին դավաճան հայվան լինելը չես տեսել, նրանք պատրաստ են դավաճանելու, ԿՊ-ի վարտիկը գլխներին քաշած, կողքդ են, դրա համար չափ ու սահման սովորեք ժողովուրդ, Նիկոլին տեսար ասма, նախ վարչապետ եղբայր, Երկրորդ հերթին վարչապետին գնամ, տեսնեմ, ինչ անեմ այդ մարդու հետ ասում եմ, կճաքեմ, ես ասում եմ գնացել եմ ռեզերվային բանակ զարգացնելու, աշխատանքի մասը, Նիկոլին չտեսար մի հատ ասում է, մարդ կգժվի ձեր մեջ, արա, կոֆե խմեմ հետը, ինչ անեմ, Փաշինյանը ինչ գործ ունի իմ գործի մեջ, ես ինչ գործ ունեմ իրա գործի մեջ, արա, դուք
սահման, չափ, շեմ, խախ տված, և իրանք էլ են մեղավոր դրա մեջ, հանրային կրթությունը չի չտվիք, դրսի ներուժը, ընչի չբերիք հայրենիք, միլիոն ու կեսանոց բանակ ունեմ ասում եմ, Սասուն վանը մերնա, թուրքը ծնկի կգա սիրելիս, բարի լույսու առավոտի լույսու արեգակն արդար, մոտակա ափերում, էդ մենք քայոդի նայելու տղեք, անապատ, պարոն վարչապետ ստեղ հարազատներ կան լսում են, որոնց համար Եթե մտածեմ ինչն ա որ կանեմ չեմ անի, չանեմ չեմ գտնում։ Բայց երբ գալիս ա ԻՊՀ-ի գրասեղանին, որ քաղաք, ում հետ, ինչ եւ բոլոր ու ամեն ինչից, եթե իրանց չի վերաբերվում, ինչի տեղեկացվեն։ Այ այդ պահը, մի քիչ շեմերը մշակի, ես խորհուրդ եմ տալի, basic քեզ տամ 3-ը։ Հաստրեք վարչապետ, գույներով գույնակոդավորի, կանաչը նշանակում է բոլորը, նշանակում է այն, որ դու քաղաքապետարանի առջև պիտի կանգնես, բայց ազդեցիկ տարերիդ պիտի հրավիրես, նրանք կանաչ կատագորիան են, դաշտի, գործանող, դաշտային, ընդհանրացած, լայնամասշտաբ կասես, ինչ կասես, their field, բայց նրանք ազդեցիկ տարեր են, ամեն մեկը կարամի 3 գերդաստան մարդ բերի այդ օրը, որ ֆանատիկ, ասենք խոսքի օրինակ, ճամփին վերբովկա լինելով դառնան զոմբլով, ոնց որ մենք էինք, հա։ Նրանից հետո գալիս է կարմիրը։ Կարմիրը կդրողն է արդեն։ Կարմիր շեմը, սիրելիս, նշանակում է անդամակցված, բայց ոչ ամենա հուստ գաղտնիությունը հետը կիսվելով։ Հաջորդ շեմը երորդը մանուշակագույն եմ դնում ես, կան ներկորիս, ումը ինչը վերաբերվում է, ինչը չի վերաբերվում, ինչ պտի անի, կոֆե խմելուց աղջիկների հետ, գյուղի հարսերի հետ դրա մասին խոսա, ինչ պտի անի էդի, իրան պետք չի, իր անելիքի հետ կապված չի, գործը տուր ճամփուտ իր աղբեր, ասա գնայս տնայինը տարա։ 3 կատագորիա, և կանաչ դաշտում, ժամանակն ադու sphere of influence-ը ազդեցիկ գեղարդները ճիշտ հասկանաս, որը որից հետո է։ Մի կիրարի IOU, ես պարտկեմ քեզ, եթե չգիտես, գալիք պահանջողի տրակտորն ինչքան ուժեղ շարժիչ ունի։ Պարոն վարչապետ։ Ես պարտկեմ, հա, որ վերջում ասեմ ապրես, արել ես հանուն հայրենիքի, հայրենիքը քեզ չի մոռանա, ստացար պարգևը։ Ես գտնում եմ, որ խառնել եմ մի քիչ, Արշակ Սրբազանը Ռոբերտ Քոչարյանի Սմենափոխնա, Նավասարդ Բենտլին, Սերժ Սարգսյանի, Թուրքիայի Սահակնել Պետրիորքա գծից, Փաշինյանի administrացիայի, ինձ այդպես է երևում արդեն, նախընտրած սմենափոխ, այս 3-ին մետեղ 4-ը մանետ, ոչ մեկը մեր կաթողիկոսը չի, ոչ էլ 1-2-իդ անգրագետ արտահայտություն է, էլի, մենք շատ ենք հարգում սիրում, Տաթևի վանքի, Վանահորը, բայց նա վանական է սիրելիս, նա կաթողիկոս չի, դնում արտահայտում եք, մեր կաթողիկոսը, նեննեիդ կաթողիկոսը, պիտի գա տեղապահ, եպիսկոպոսատ ժողով, այսօրվա եզրափակիչ հատվածում էլ պիտի խնդրեմ Հայաստանի Հանրապետության իշխանությանը, որ հասկանան, ինչքան որ ուշացնեք և խուսափեք ավակ եպիսկոպոսի ներկայությունից, այնքան ավելի խորանում է ձեր էլ գալիք օրերի դատապարտումը
ինքնուրույն, ինքնակործանման եք տանելու և դատապարտվելու եք, որովհետև եկեղեցին ունի զորք, ուղղակի ձեռնտու չի, որ գործի ոչ մեկին։ Էջմիածինը ուր, լկտի Վատիկանը ուր այսօրվա, դա մեր տարբերակն է, բայց էջմիածնում ենքան ճիճուներ եք ու արնետներ եք մշակել պատերի տակ, մարդ չի հասկանում, այ մարդես էջմիածնի ժողովուրդի մեջ ծնված մեծացած մարդը, որ 22 տարեկան երեխուն սպանում է կարը, ծեծելով, ու սպանողների թաղամասը մարդիկ կան վախենում են մտնեն, հլը տռուսիկը քաշի գլխին տրա մի հատ հայ ես։ Դե Արամ Հովանեսյան, հետաքրքիր է էլի։ Դու գիտես ես քանով ավարտվելու եղբայր, ընտրությունով, հա, պագոն խփել պագոն պոկելով, դուք պատասխան եք տալու բոլորդ, երանոսիական արնետներ, բոլորդ։ Ես ձեզ ասեմ, Լեոնիդի սպանությունը ձեր վազգենական մանվելիկներին, մանվելական և հհշական կան յակամայի կամանդուշիներ եսիմինչեր, ես կողմերն ագալի, Քոչարյանին մոտիկ չի եթում, մոտիկ չի գնում Լեոնիդի սպանությունը, որ ճապոնական սոսինց կսեմ, պահեմ սենց մի քանի ժամ չի կպնի, Քոչարյանին չի կպնում ես գործը, ձեզ ագալիս, կան ուղակի կասկածյալներ, ներկա, արկա, ողջ առողջ, աստվածառողջություն տա, որ դատվեք, գալիք օրերին մի բան չլնի, ետ կա ետմահու դատվողներ էլ կան, Լեոնիդի սպանության մեջ, չէ, հանրային քննարկենք, Հայ ազգային կոնգրես, քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ում անունը որ տամ, ԵԿՄ-ի ղեկավար ու ղեկավարներ, երկրապահ կամավորական միության, եւ այլ, բոլորը իրար հետ ցուցակը ստեղա 17 հոգի եք, 16-17 հոգի, ժողովուրդը մատը տնի ասի, այ դա էդ լրպի տղեն ախպել Լեոնիդին Վազգենի հետ, մեր մեղադրանքը չի է, վերջում մեկ հարց ևս կարելի է և դու ստորագրես, պրիզնատ, բուխանքեն, տելեգրատքեն, բիջաման աղբեր, ատբիտ, կալենդար, ամեն առավոտ հելեղ են, կլեչատնի արևին նայելով, այսօրն էլ անցավ, Վարդուշ ջան, Վերգուշ ջան, ներս, տղեք Լեոնիդ են խփե Վազգեն են պատմեք գլխիդ, Վազգեն են պատմում, մինչև հիմա գալիս են չեն էլ նայում, իրար նայելով պետական, ղզիկ կոշիկները հակած պետություն ա ներկայացնում ինձ, ոչ բոլորը, մի երկուսը կան էլի, կտկտիկ, անգջողով, սենց անելով ծաղիկը ձեռը գալիս ա, Անդրանիկ Զորավարի շիրմաքարընդե ա, ուղիղ վզգոյի մոտ, ուղ տարեք էլի, մինչև ընտրությունը անցնելը պարգեք կողքը նոր պրծնելուց հետո հետեգեք, հետո վեգալեք տարեք Շուշան Պետրոսյանի բաղջեն տրան, Արամին էլ տեղապահ տրեք, վրեն սարկած վանքի, իր աղբորը, Լեոնիդ եք խփե, Վազգեն եք պատմում, այտենց նայեք տեսեք, երբ որ սերունդը ուշադիր նայի հայ ջան, աղբեր ջան, երբ որ սերունդի փոփոխության շեմերին նայես, ամենաթեժացած կագեբեյչիկ ես,
չեկիստ կոմսոմոլ լրփի լակոտների արարքը կնայես ազգի գլխին շեմը սերնդի հատելուց այդպես է ծրագիրը օրինակ եթե մի ծրագիրը մի սերնդի գլխին արել են այնտեղ տասնամյակ ու եսի ինչ կա որ հաշվում է ժողովրդագրական բան ասում են նոր քարոզչության ժամանակն է դեմոգրաֆիկ փոփոխություններ սայկիոգրաֆի բրենդ ճանաչողները միջին եկամուտ հարուստը աղքատը բան նայմա տրա գյորամշակում էլ սկսում են ներարկել դու էլ Ժամբլոներ հավաքման խիտ, հա, ես մնում, դու ես հաղթելու ենք եկա, գնդոյի նման ես մնում, շատ դոդ ես պայծարա, իսկականից էլ ինգի, քո հետ աշխատելու է եկե աղմախ, լոսի հետոյի հետ ինձնից ես բամբասում, ու պորնո ձորո արոյի հետ, տապուշ եք, գնա, դասերիտ, տնայինները տարա, վզգոյի գիշերոնացի բանը, գիշերոտիկի հետ բանը, դպրոցը, գնա, խանչարը կախի կողքդ կայնի դարպասի դեմը, մոտորա հրաձկային աղբեր, եսեք, տնորին ման, մետոտիկան վնասակարա ձեզ էլ, այդ պակ պահելը չի է, դուք պակ պահել էլ չգիտեք, Փակ պահելի մանայք ես չէի տիրապետի, այսքան հարուստ ինֆորմացիա չէի ունենա ձեր վրա։ Դուք ում հետ գործ ունեք, պարոնայք։ Դոգի, գնելի, քրիստիկի, թե պիստիկի, ռոմանի, թե իմ հարգած անունը չտամ հիմի զինվորական կամանդուշու։ Ում հետ գործ ունեք։ Մինչև 26 թվի ընտրությունները հայ ժողովուրդ ում որ կտեսնեք հարցազրույց ստեղ եւ թեման տիմը տեմպը մեկ բան միայն սպյուրքի ներուժը կապել բանակիս հետ ու հայրենիքիս հետ եթե այս թեմային չեկան ինձ հետ հարցազրույց անցկացնելու տրանք էլ են ստի վերբով կա մի քանի տարբերակ մշակված ինչպես Քայլարա Մերժի Սերժին այս Միշիկի Շեստյորկա Արտուր Սահակյանը ու իրա պրոկրեմլի այս աննասունների հետ Alpha News-ը բոլորը ճոգացեք ով ստեղ ներկայացավ հին բարեկիրթ մեր առաջնորդի սերնդի հանդեպ հարգանք ունեցողը եւ բանակ ու պետականաշեն Աստված օրհնի ազգս հայոց պետականությունս ձեզ հետ էր Վարդան ազգային շարժում